Հիմա մեր զույգն է, այսօրվա մեղավոր, այսօրվա թագավորն ու թագուհին։ Շնորհակալ եմ, Ռոման ջան։ Այսօր նրանք նշանվում են, իսկ հետո կամուսնանան։ Բարով եք նշանվում նորանշանվածներ։ Եվ ասեմ ձեզ մեր այսօրվա մեգա անակնկալի մանրամասները։ Տեսեք ինչ է կատարվում ընկերներ։ Մենք հենց առիթի սկզբից ենք եկել, որ Հերմինե քույրիկը կարողանա մասնակցի։ Եվրոպայից Իսպանիայից ժամանել է շատ սիրված մորաքույրը, Հեղինե մորաքույրը։ Եվ իր քույրիկի դստեր Անիի նշանադրությանը անակնկալ կերպով ներս է մտնելու։ Նրան հրավիրել են։ Հիմա ես Դավիթին կտամ ծաղիկներ։ Մերժել է, բայց հետո հիշել է մեր մասին։ Արա ասել է գնանք մտցիրում անակնկալ անենք, թող ուրախանան էլի, լավ լինի ամեն ինչը։ Քեզ շատ են սիրում։ Նորապես հա։ Այնպես որ ընկերներ այսօր լինելու է կրկնակի անակնկալ։ Ապրեք ծափերի համար շատ։ Ես ուզում եմ բոլոր հարազատները գան ու իրար գրկեն։ Միած ծափարեք, գեղեցիկ անակնկալը կազմակերպելու համար։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Հիմա մեր զույգն է, այսօրվա մեղավոր, այսօրվա թագավորն ու թագուհին, ովքեր եկել են Ամերիկայից եւ այստեղ կազմակերպվել է նշանադրություն։ Այսօր նրանք նշանվում են, իսկ հետո կամուսնանան։ Եվ ասեմ ձեզ մեր այսօրվա մեգա անակնկալի մանրամասները։ Տեսեք ինչ է կատարվում ընկերներ։ Եվրոպայից Իսպանիայից ժամանել է շատ սիրված մորաքույրը, Հեղինե մորաքույրը։ Եվ իր քույրիկի դստեր Անիի նշանադրությանը անակնկալ կերպով ներս է մտնելու։ Նրան հրավիրել են, մերժել է, բայց հետո հիշել է մեր մասին։ Արա ասել է գնանք մտցիրում անակնկալ անենք, թող ուրախանան էլի, լավ լինի ամեն ինչը։ Այնպես որ ընկերներ այսօր լինելու է կրկնակի անակնկալ։ Մեկը մենք ենք ծաղիկով ու նվերով, հայոց նվերով, Զավի Ջավելիրը, в общем, այս Զարդը հայկական է, նայեք ինչ սիրունալ է։ Ճաշակ, որը մորաքույրն է թելադրել ու որոշել, տեսեք։ Հուսանք Անին կհավանի ու իր հետ կտանի ԱՄՆ։ Սիրունա չէ Վարդան, արվեստի գլուխ գործոց։ Ես հպարտանում եմ, որ մեր հայերը կարողանում են սենց սիրուն գործեր անել։ Թեկուզ կասկածել չկա, Վարդան վերցրու հայկական զարդը բարեկամ։ Չէ, մենք ենք տալու։ Մորքուրի մուտքը ես մտածում եմ կեսից այդ պահը որ հասնի ես էլ սկսեմ նկարել օրինակ, հա։ Գիտես ինչ արա։ Ես զույգերին նկարել։ Հատել նվեր, կա այսա դուրսնա, բերեմ, մոտնելս տեղ չկա։ Հա։ Հա։ Գովում եմ էլի։ Մորքուր չեմ։ Բա ինչ ասեմ, ոնց ասեմ։ Ասեմ քուրիկը, հա։ Լելա։ Հենց նոր Եվրոպայից եկավ թեմա, որ Մորքուր չի, Հերմինեն է։ Հերմինեն է եկել Եվրոպայից։ Հերմինեն, որպեսզի իմանաք թե ով է, պետք է դուռը բացենք, որ իջնի, բայց դուռը բացելու համար էլ հարսուփեսան մտան ներս։ Հերմինե, պահը եկավ, դուրս արի, որ հա, արի, всё, դոշնի ասա։ Ծաղիկը վերցրու, սիրուն արի։ Այսօր երկու ծաղիկ է լինելու։ Մեկը ես եմ տանելու, մյուսը Հերմինեն։ Հերմինեն է բերելու էլի։ Հերմինե, արի, Վարդան դու արի դեմից։ Ես հուսամ, որ իմ կաղալը շատ չի երևա, շատ աշ չի ծակի։ Մերոնք ստեղ են, նեսա պիտի հանդիսավարը։ Վարդան չի երևում, չէ որ կաղում եմ։
տեսեք ինչ գեղեցիկ է այստեղ։ Իսկական նշանվելու միջավայր։ Դավիթի ծնողների Արթուր և Լիլիա։ Մենք հիմա լրի պատրաստ ենք։ Հերմինե, հուզված ես մի քիչ, մի այսքան, հա։ Ուրախ ենք, որ երեխաները հասնեն իրենց նպատակի, ճիշտ ուղի են բռնել և Հիմա իրանք դեմքով նայում են դեպի մեզ։ այս հրաշ զույգի, հրաշ Մենք հենց առիթի սկզբից ենք եկել, որ Հերմինե քույրիկը կարողանա մասնակցի։ Խմի, բարի, ուրախանա, շնորհավորի Անիի նշանդրեքը։ Հրավիրել են, ասել եք չեմ կարա չգա։ Հոբրիկը ինչ է ասում։ Արել եք դան։ Անի Դավիթ, Քրիստինե, Էրինե։ Բերնարել։ Եկեք բարձր տապարեք, և հիմա որ եք անելկարել, ընտրել։ Խոստացել էի։ Շնորհակալ եմ Ռոման ջան, բայց հարգելիներս, ես կխնդրեի բարձր ծափեր տակ, հա, ես այդքան էլ փոքրիկ անակնկալ չեմ, այդ բարձր մեծ սիրում ծափեր տվեք։ DJ, մի րոպե, մենք ծափեր ենք լսում, պետք չի, որ այս ջոզար ծափերը երաշխություն ընդհատի։ Շնորհակալ եմ ծափերի համար, բարով եք նշանվում նորանշանվածներ, Աշներդ լույս լինի բոլորի, հա, մի զարմացեք, ես մի մարդ եմ, ով գալիս է հարազատների փոխարեն, եթե նրանք հեռու են լինում։ Իմացաք, հա, եթե իմացաք ծափեր տվեք, որ ես ավելի ոգևորվեմ ու գնամ Դավիթի մոտ։ Դավիթ, ես ուզում եմ, որ դու Անի ձեռքը վերցրած ամենակստեղ, այստեղ եկեք։ Սա կարևոր անակնկալ է, որը պետք է զգուշ կազմակերպենք ու նայեք ինձ, նայեք։ Հիմա ես Դավիթին կտամ ծաղիկներ, Դավիթ, ուրեմն այս ծաղիկները հեռավոր տեղերից են եկել։ Ձեզանից հեռու չի, բայց այդ մեջտեղներից էլի, Եվրոպաներից է եկել ու մեծ սիրով է եկել, ուրախությամբ։ Քեզ շատ են սիրում, նորապես է, շատ սիրում հարգում են։ Ով կլինի։ Անի բարեկամներն են։ Հա։ Չգիտես։ Վստահ ասա, որ չգիտես, որտեղից իմանաս նոր եք էլի բարեկամանում, դրա համար հիմա ես Անին հարցնեմ։ Անի, ով կլինի։ Մորքուրս է։ Օ, այդ ինչ ասիր։ Մորքուրը ասել էր ինձ, մորքուր չասեք։ Անես որ, դավայ, անով։ Լիլիթը։ Լիլիթ։ Չէ, ուրիշ մորքուր։ Մյուսին ասեմ, Հերմինեն։ Այ դու ճիշտ ես, շատ Հերմինեի կողմից է անակնկալը, շատ ձեզ սիրում է, ուրախացել, հա ծափեր տվեք, գիտեմ շատ հետաքրքիր է լսել, բայց ծափեր տվեք, որ ես էլի խոսամ։ Հիմա Դավիթ, այս ծաղիկները որ տվել եմ, դե ձիգ մի բռնի, հիմա պետք է նվիրես մի հատ պաչիկ ես անում։ Ապրեք ծափերի համար շատ, հիմա մենք անակնկալներ շարունակում ենք։ Ռոման, գիտես, ինչ անակնկալ ենք բերել։ Իհարկե։ Սա հայկական հզոր մի բռնենդ է, որին ես նոր ծանոթացա։ Եվ այս նվերը հիմա մենք կփոխանցենք էլի Դավիթին։ Բայց քոնը չի։ Հարցի հեղինենա ասե իրան պետքա տանք։ Գիտես ինչ ա, նայ։ Ես էլ առաջին հայացքից չհասկացա, բայց այստեղ մատանի կա։ Կուզես մատանին դնես մատը։ Ու հենց դնես, էլի մեծ անակնկալ է լինելու։ Դու խոսք ես տվել, չէ՞ որ երջանկացնելու ես միշտ Անին։ Ու երջանկությունը սկսելու է այսօր այս պահից ու միշտ հարատև։ Ես էլ միշտ կտնամ կուրախանամ, խոսք եմ տալի։ Մամային նշան։ Եվ այստեղ եմ ուզում հրավիրել նաև մեր Քրիստինե քույրիկին։ Եկեք, դուք էլ եկեք էլ այդ նայեք տեսեք լավ զարդ, հա։ Գորիկը հատուկ ասել է, որ հարցնենք տենանք ձեր սրտով է թե ոչ։ Հա։ Իրականում փոխանցես նաև որ շատ կուզեր այստեղ ներկա լինել, բայց քանի որ գիտեք, հասկանալի ու հարգելի պատճառներով ներկա չի, բայց նա խնդրել է փոխանցեմ բոլորիդ, հարգելի խնամիներ եւ բարեկամներ, նա ձեզ բոլորիդ շատ է սիրում եւ շատ կուզենար որ այստեղ լիներ։ Նա այնքան շատ էր ուզում այստեղ լիներ, գար ու ծաղիկ նվիրեր ձեզ, գրկեր ձեզ, հասկանում եք։ Հա։ Դե Անի ջան, բանն ես ասելու մորաքրոջը։
Մենք էլ քեզ ենք սիրում հեմոս։ Ես շնորհավորում եմ Ապրիկ Փուրիկը, որ նման անակնկալ է արել, վստահ եմ շատ ուրախ կլինեի, որ ինքը ստեղ կլիներ։ Հիմա գիտեք ինչ կուզեի հարգելի հյուրեր։ Եթե այստեղ լիներ, ոնց է դիմավորում։ Որ հերու տեղից գալիս է ու փորձում է անակնկալ անել։ Եկեք մի հատ այդպես բարձր ծավալենք ու դիմավորենք։ Կարևոր բան եմ ասում։ Այսօրվա այս հրաշքուրախությունը զարդարեց նաև Մորակուլի գեղեցիկ անակնկալով, գեղեցիկ այցով։ Եվ իհարկե առաջին անգամ երևի թե Դավիթն ու Հեղինեն հանդիպեցին, գրկեք իրար, հա։ Ծաղեր չեք տալի, ես չեմ հասկանում, ունես չի, ծաղեր տվեք։ Բարեկամներ, բոլոր հեղիներները գայ են միանան իրենց հարազատներին, հա Հերմինե։ Ինչ անեմ, եղել Հերմինե, հա Հերմինե, ճիշտ է։ Դե բան է, Հելա ծափերը ես հեռանում եմ Ռոման, ես կտամ քո խոսափողն պայման, բայց ծափ չտվի։ Միած ծափարեք, գեղեցիկ անակնկալը կազմակերպելու համար շնորհակալություն կհանդիպենք։ Արախել ես անունները խառնում։ Բարեկամներ, այնքան շատ էր հուզմունքը, որ ոտից ցավը անցավ։ Ես ինչ էր արա։ Ես չգիտեմ ինչ է այդպես եղավ։ Ինչ սատանա մտավ իմ մեջ, որ անունը խառնեցի, բայց Աստված վկա պատահաբար է եղել։ Հուսով եմ Հերմինեն ինձ կների այս վրիպակի համար։ Բայց նման է, Հերմինե, Հեղինե, հա, նմանություն կա, չէ՞ Վարդան, ես չի շատ եմ շեղվել։ Հերմինեն շատ լավ անակնկալ, բայց հուզիչ էր, չէ, կապ չունի անի ոնց որ մի պահ առնել եմ։ Կարևորը որ հուզիչ էր եւ ես ուզում եմ բոլոր հարազատները գան ու իրար գրկեն։ Մանավանդ կարևոր առիթներին իրենց օրհնությունը բերեն ու հասցնեն հարազատներին։ Շատ հետաքրքիր է, հիմա տենանք, ես վախեցած սպասում եմ Հերմինեն, տենամ գամ ինչ ասելու։ Լսի, ես էլ մոռացել էի անն էի խառնել, հա, իմացար։ Բայց հոշա չես նեղացա ինձանից։ Դա պատահաբար զգուշ։ Տոն է այսօր։ Տոն սրբության։ Հարգելիներս, բարով եք հավաքվել ու ձեր հավաքույթը շատ գեղեցիկ կդարձնեն միայն ձեր լավ ծափերը։ Քավոր կնոջ ծննդյանօրն է մեր տիկին Կարինեի եւ նրանց ձեզ ինչպես եք, շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը։ Մի հարց տամ ձեզ։ Եվ նրա սանիկները Արամը եւ Սոնան որոշել են անակնկալ անեն։ Գրկում ես։ Անակնկալ գեղեցիկ, որը հենց հիմա քիչ հետո Ամալիա եւ իհարկե տիկին Կարինեն եւ նրա մայրիկը Ամալիա տատիկը նույն օրն են ծնվել։ Այսօր երկուսի ծննդյան օրն է։ Հետեւաբար ծափերներ տեղն ենք պահում, որ ամեն ինչ սիրուն լինի։ Երկուսն էլ սանիկների կողմից ունեն ծաղիկներ, տորտ եւ ուրախ տրամադրություն։